Ես հասկացել եմ մեկ բան, որ կյանքում եւ բիզնեսում աճ ու զարգացում ապահովում է ոչ թե գործողությունների քանակը, այլ նրանց հստակությունը։ Հատկապես բիզնեսում անհրաժեշտ է ազատվել ավելորդություններից եւ կենտրոնացումը պահելով գլխավորի վրա գործել համակարգված։ Այդ ժամանակ ցանկալի արդյունքը անխուսափելի է։ Սիրելի ընկերներ, սկսում եմ Level Up վիդեոշարքը, որի ընթացքում զրուցելու եմ կյանքի եւ բիզնեսում ունեցած արդյունքների, բարելավման եւ ընդհանուր կյանքի որակի բարձրացման մասին։ Մենք բոլորս կյանքի հանդեպ հետաքրքրություն, ներքին էներգիա, ինչպես ասում են, մոտիվացիա ունենում ենք հենց այն ժամանակ, երբ ցանկացած ոլորտում գրանցում ենք նոր, ավելի լավ արդյունք։ Բիզնեսում առավել ևս մոտիվացիա եւ մեծ հետաքրքրություն առաջանում է հենց այն ժամանակ, երբ հաջողվում է գրանցել զարգացում կամ աճ բիզնեսի որևէ ցուցանիշում։ Հիմա եկեք հասկանանք, թե որոնք են աճ ապահովելու կարևոր բաղադրիչները։ Մենք շատ լավ գիտենք, որ մեր կողմից կատարված գործողությունների միայն մի փոքր մասն է, որ ստեղծում է կարևոր արդյունք մեր կյանքում եւ բիզնեսում։ Արդյունավետությունը այն կարևոր նախադրյալն է, որի միջոցով հնարավոր է գրանցել առավելագույն արդյունք հնարավորինս քիչ ռեսուրս ծախսելով։ Շատ բանաձևեր կան արդյունավետ դառնալու համար։ Ես առանձնացրել եմ 4 կարևոր գործոններ կյանքում արդյունավետ գործելու համար։ Առաջին եւ կարևոր գործոնը առավոտյան ձևավորված սովորություններն են, որով մենք ապրում ենք ամեն օր, կան բազմաթիվ գրքեր, հոդվածներ, այն մասին, թե որքան կարևոր է օրվա մեջ հենց առավոտյան գրաֆիկը եւ սովորությունները։ Եվ մենք բոլորս գիտենք, կարծես դրա կարևորության մասին։ Սակայն հարցը հետեւյալն է, թե որքանով ենք մենք այդ ամենը կիրառում, այդ սովորությունները ձեռք բերում եւ ապրում այդ սկզբունքներով։ Առավոտյան վաղ արթնանալը, թեկուզ 10-20 րոպե օգտակար գրականություն ընթերցելը, մարզվելը, կատարել մեդիտացիա խաղաղ մտքի համար։ Այս ամենը շատ կարևոր է ոչ միայն օրը լավ սկսելու համար, այլ կյանքը արդյունավետ եւ էներգիայով լցված ապրելու համար։ Երկրորդ գործոնը իհարկե ժամանակի կառավարումն ու գործերի ճիշտ պլանավորումն է։ Այստեղ 3 հիմնական հանգամանքի պետք է ուշադրություն դարձնել։ Կենտրոնացում այն անելիքներին, որոնք ապահովում են առավել կարևոր արդյունքներ, նախ կատարել բարդ աշխատանքները, ապա նոր համեմատաբար հեշտերը։ Եվ երրորդը, պլանավորել նաև հանգիստը յուրաքանչյուր անելիքից հետո, քանի որ լիարժեք արդյունավետություն հնարավոր է ապահովել միայն, երբ դու պահպանում ես բալանս աշխատանքի եւ հանգստի միջև։ Երրորդ գործոնը ֆիզիկական էներգիան է, որը շատ կարևոր է ինչպես մարմնի, այնպես եւ մտքի համար։ Այստեղ նույնպես կարելի է առանձնացնել կարևոր 3 բաղադրիչներ, որոնցից կախված է ֆիզիկական էներգիան, սննդակարգը, լիարժեք քունը, հանգիստն ու ուժերի վերականգնումը։ Չորրորդ գործոնը շրջապատն է։ Շատ կարևոր է, թե ինչպիսի մարդկանցով ենք մենք մեզ շրջապատում եւ օրվա ընթացքում ում հետ ենք ժամանակ անցկացնում։ Նրանցից ավելի շատ էներգիա ենք ստանում, թե ծախսում։ Նրանց հետ զարգանում ենք, թե հետընթաց ապրում։ Այս գործոնները առավել քան կարևոր են օրը եւ կյանքը արդյունավետ անցկացնելու համար։ Իսկ արդյունավետությունը, ինչպես նշեցի, կարևորագույն գործոնն է ցանկալի արդյունք գրանցելու համար։ Այժմ խոսենք բիզնեսում արդյունավետ գործելու կարևորության մասին։ Նույնպես կարելի է գտնել բազմաթիվ գրականություններ եւ հոդվածներ բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու եւ աճ գրանցելու համար։ Սակայն ես կրկին առանձնացրել եմ 4 կարևոր գործոններ, որոնք ամենաշատն են ազդում բիզնեսի արդյունավետության բարձրացման վրա։ Նախ պետք է սահմանել եւ հստակեցնել կազմակերպության կամ կոնկրետ պրոյեկտի նպատակները եւ KPI-ները, այսինքն արդյունավետության չափողականության ցուցանիշները։ Նպատակները պետք է լինեն հստակ եւ ընկալելի թիմի բոլոր մասնակիցների համար։ Նպատակները պետք է բաժանվեն փոքրիկ քայլերի եւ սահմանվեն հստակ վերջնաժամկետներ դրանց իրականացման համար։ Յուրաքանչյուր շաբաթ կատարել վերլուծություն ստացված արդյունքների վերաբերյալ։ Երկրորդ եւ ըստ իս ամենակարևոր գործոնը բիզնեսի արդյունավետության համար պատվիրակելն է եւ ավտոմատացնելը։ Բիզնեսի շատ ղեկավարներ համարում են, որ իրենցից լավ որևէ աշխատակից չի կարող կատարել բազմաթիվ գործողություններ եւ այդպես նա փորձում է ամեն ինչ անել ինքնուրույն։ Սակայն սա ամենաանարդյունավետ ճանապարհն է բիզնեսի կառավարման տեսանկյունից։ Քանի որ ղեկավարի կարևորագույն ֆունկցիան է
անելիքների հստակ պատվիրակումը տարբեր աշխատակիցներին եւ տարբեր գործիքների միջոցով համակարգումը։ Բիզնեսի արդյունավետության համար առաջնային կարևորություն ունի նաեւ կենտրոնացումը այն կարևոր եւ առաջնային անելիքներին, որոնք ապահովում են հիմնական արդյունքն ու եկամուտը։ Հիմնադիրի դերակատարությունն այս հարցում անչափ կարևոր է, քանի որ բիզնեսի ռազմավարության մշակման ժամանակ հենց այս ուղղություններն են, որ անհրաժեշտ են կարևորել եւ հաշվետվողականություն սահմանել տվյալ արդյունքների մասով։ Վերջին կարևոր գործոնը կրկին շրջապատն է, այս դեպքում արդեն բիզնեսի ղեկավարի համար։ Շատ կարևոր է, թե ում հետ ես շփվում եւ աշխատում։ Անհրաժեշտ է շփում ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր արդեն գրանցել են լավ արդյունքներ, որոնցից սովորելու բան ունեք։ Այս թեման երևի թե շատ շահարկված է եւ շատերը չեն պատկերացնում, թե ինչպես պետք է գտնել այն մարդկանց, երբ ամբողջ օրը անցնում է միևնույն միջավայրում։ Այսօր ավելի քան երբևէ ամենահեշտն է ստեղծել նոր շփում, թե օնլայն, թե տարբեր միջոցառումների ժամանակ այն մարդկանց հետ, որոնց ցանկանում եք տեսնել ձեր շրջապատում։ Փորձեք ազատվել նաև այնպիսի մարդկանց ընկերակցությունից, որոնք ձեզ վրա ազդում են բացասաբար։ Մենք շարունակենք մեր զրույցը Level Up վիդեոշարքով եւ հաջորդ անգամ կխոսեմ մտածողության զարգացման մասին։ Եթե ցանկանում եք բաց չթողնել հետագա վիդեոները, կարող եք բաժանորդագրվել իմեջին։